Արդ եղերուք դուք կատարյալք, որպես երկնավորն հայր ձեր կատարյալը։ Սիրելի հավատացյալներ, սիրելի հավատացյալ քույրեր եւ եղբայրներ, հիշում եք անցյալ կիրակի մեր եկեղեցուն բուն բարեկենդան էր, որը խորհրդանշում էր նախաստեղծ մարդու դրախտային կյանքին, այն կյանքը, որը Տիրոջ ներկայությամբ եւ օրհնությամբ վայելում էին այն պարգևները, որոնք որ Տերն էր իրենց համար շնորհել։ Սակայն մենք գիտենք նաեւ, որ նրանք Ադամը եւ Եվան չլսեցին Տիրոջ պատգամը, չհնազանդվեցին նրա պատգամին եւ մեղք գործեցին, որը պատճառ դարձավ, որ իրենք վտարվեն դրախտից։ Այսօր հայ առաքելական եկեղեցում երկրորդ մեծի պահոց կիրակին է, որը կոչվում է արտաքսման կիրակի։ Մեր եկեղեցու հրավերով մեր հավատացյալները հնարավորություն են ստացել 40-օրյա շրջան ապրելու ժամանակ, որի ընթացքում իրենք պիտի կարողանան օգտագործել իրենց կատարած մեղքերը գիտակցելու եւ զղջալու համար։ Այսօր շատ է ասում այն մասին, դե Ադամն ու Եվան էին, մի պտուղ էր, որ պիտի չուտեին կերան։ Այդքան մեծ հանցանք էր դա, որը պատճառ դարձավ, որպեսզի իրենք վտարվեն դրախտից։ Եվ նաև առիթ, որ առ այսօր այդ մեղքից դուրս գալու համար յուրաքանչյուր քրիստոնյա նախ եւ առաջ կամ Քրիստոսին ընթരാճ եկող նախ եւ առաջ մկրտվում է, մաքրվելով ադամական մեղքից։ Իրականության մեջ հատկապես ինձ համար ամենամեծագույն եկեղեցական այն խորհուրդներից մեկն է միշտ համարվել հենց արտաքսման կիրակին։ Մյուս կիրակիների ժամանակ մենք այդ ժամանակը, այդ շրջանը օգտագործում ենք Տիրոջ պատգամներով ուսուցանելու կամ այն ճանապարհը ուսուցանելու, որը որ մեզ պիտի կարողանա մաքրի մեր մեղքերից։ Բայց բանալին գտնվում է մեծի պահոց շրջանի հենց արտաքսման կիրակի մեջ։ Որ ինչու համար, որովհետև Աստված ստեղծեց մարդուն, նրան տվեց պատիվ իր հետ վայելելու իր աստվածությունը, բայց մարդ արարած կերավ եդեմական դրախտի կենտրոնում գտնվող այդ չարաբաստիկ պտուղը, բայց արդյոք դա էր պատճառը, որ Տերը վտարեց նախամարդուն, իհարկե ոչ, որովհետև Տերը սիրում է մեղավորին, Տերը սիրում է մեղավորին և մի սպասում է, որ ինքը դառնա իր մեղսական կյանքից, գիտակցի իր կատարած սխալը և նորից առաստված դառնա։ Իսկ ինչ եղավ։ Մենք Ծննդոց գրքում տեսնում ենք, որ Տերը, երբ որ տեսնում է, որ Ադամը կերել է այդ արգելված պտուղը, ինքը ինչ է ասում։ Ասում է Ադամ, ուր ես։ Այսինքն նրանք թաքնվել էին դրախտի ծառերի ետևներում եւ չեն ուզում տեսնել։ Երբ որ դուրս է գալիս, ասում է ինչու կերար այդ պտուղը։ Ինքը ինչ է ասում։ Ինքը ասում է ես չէի ուզում ուտել, բայց Եվան ինձ ստիպեց, որ ուտեի։ Երբ որ Եվային է ասում, Եվան էլ հիշում եք, ես չեմ ուզում այդ պատմությունը վերստին ամբողջությամբ շարադրել, ես կերա, որովհետև ինձ օձը խաբեց։ Չեմ հետագայում մենք տեսնում ենք, որ կնոջն ասում է,
նախ վտարում է դրախտից եւ ասում է կգնաք, դու ցավերով կծննդաբերես երեխա կունենաս եւ օծին էլ չի ասում է սողալով գետնի տակ անընդհատ ման կգաս։ Սա պատիժը եղավ։ Ոչ թե կարևորագույն մեղքը այդ ծառի պտուղ ուտելն էր, Աստծուն չհնազանդվելը։ Եվ սա մի մեղք է, որ բոլոր ժամանակներում է լինում են։ Մենք բազմապիսի օրինակներ ունենք եւ պատմությունից, մեր կարդացած գրքերից։ Մենք տեսնում ենք, երբ որ մարդը մեղք է գործում եւ այդ մեղքի մասին հիշեցնում ես, ինքը միանգամից ուրիշի վրա է գցում այդ մեղքը, որ ես չեմ կատարել, նա է մեղավոր, կամ սա է մեղավոր։ Բայց Աստված չի սիրում այդ տեսակ մեղավորներին, որ մյուսի վրա է գցում, այլ սիրում է այն մեղավորին, որը որ նախ գիտակցում է, ինչպես հետագայում մենք պետք է տեսնենք անառակ որդու առակի մեջ, քանի դեռ նա չի գիտակցել իր կատարած մեղքը, ինքը գտնվում է այդ մեղքի ներքո եւ ինքը չի կարող փրկություն ունենալ։ Երբևիցե մենք երբ որ մեղքերից ցանկը կարդում ենք միասին ամեն անգամ, երբ մեր եկեղեցում հաղորդություն պիտի ստանանք, թողություն ենք խնդրում մեր կատարած եւ չկատարած մեղքերի համար, այնտեղ հիշում եք այլ եւ մեղա յոտնիցս հանցանոք մահացու մեղոք, հավատացյալը նույնիսկ մահացու մեղքերի համար է թողություն խնդրում։ Եվ քահանան ինչ է անում դրանից հետո։ Ինքը չի ասում բացի վերջինից, մահացու մեղքերից, մահացու մեղքերին էլ է Աստված պատրաստ թողություն տալու։ Բայց կա մեղք, որին պիտի անպայման հաջորդի պատիժը, որքան էլ մեղքերի թողություն խնդրես, միևնույն է թողություն չես ստանալու։ Դա հայոյությունն է Սուրբ Երրորդության անձերից որևէ մեկի նկատմամբ, երբ որ մարդը հայոյում է, կամ նրա խորհրդանշական որևէ բանի համար, ասենք նշանակություն ունեցող, դա աններելի մեղք է, եւ անպայման նրան պիտի հաջորդի պատիժը։ Դրա համար ասում են Աստված պատրաստ է, տեսեք ամեն ինչ պատրաստ է ներելու։ Բայց Աստված գիտի, չէ, Աստված կարող էր թույլ տալ, որ շարունակվեր դա այնտեղ մտածելով, որ իրենից հետո եկողներն կարող են ավելի մաքուր, ավելի ազնիվ, ավելի ճիշտ ճանապարհով գնալ։ Բայց Աստված գիտեր, որ քանի որ երկրի վրա կա Աստված, Աստվածային լույսը, Աստվածային սերը, կա նաև սատանան, կա չարը, որը մարդու հետ պիտի միշտ ապրի։ Եվ ինքը գիտի, որ մշտապես, եթե որևէ մեկը հայոյի ասուն, կողքինը ոչ մի բան չի ասելու։ Սուրբ Երրորդությանը չի ասելու պարզապես։ Եվ այն ժամանակ էլ չէին ասում, ինչպես երբ որ ավազակներին էին, չէ ընտրում, որպեսզի ազատեին, բայց Քրիստոսին խաչեն նրանք ընտրեցին, որպեսզի ավազակներին խաչեն։ Քրիստոսին խաչեն, ոչ թե ավազակներին։ Ես այս պահին նկատի ունեմ մեկ այլ հանցագործին, բայց այս ամենը գալիս է նրանից, որ մարդ արարածը այդպես է ստեղծված հավանաբար, որ միշտ իր մեղքը ուրիշի վրա է գցում, միշտ անկարևորին է դառնում։ Ես երբեմն ասում եմ մեր եկեղեցու խորանի վրայից, որ մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում եկեղեցու խունկին, մոմին, այն առարկաներին, որոնք ես նկատի չունեմ սրբազան սպասները, որոնք որ սրբություն սրբոցն են կազմում եւ նրանք առանձին տեղում են գտնվում, բայց որոշակի ծիսակարգեր կան, որոնք որ մեր քրիստոնեության մեջ համեմվելով մենք նմանեցնելով ասենք մոմը Աստծո բերած լույսին, չէ, խունկը, որ այնքան անուշահոտ լինի մեր աղոթքները, մեր Տիրոջը, որպեսզի հաճելի լինի մեր աղոթքները նրան։ Բայց մենք առավել կարող ենք կենտրոնանալ հենց դրան, ավելի խունկին։ Մարդը կարող է մոտենալ, ինչպես այսօր են գալիս, գոնե մի շաբաթ անցել են, ովքեր մոտեցել են ինձ,
Բոլորը նույն կերպ են մոտենում։ Տեր Հայր, սա որ կերա մեղք է, թե մեղք չէ։ Արդյոք թողություն կստանամ, թե չեմ ստանա, որովհետև սա կերա։ Ոչ մեկ չի խոսում իրեն կատարած գործերից։ Հիշում եմ ժամանակին մեր վարդապետներից մեկը մի քարոզ էր խոսում, ես այնպես մանրամասն չեմ հիշում, որտեղ շատ տարիներ առաջ էր, բայց մի պատմություն էր պատմում, ասում է, կարծեմ թե Չեխովի գործերից էր պատմում, պատմվածներից մեկում ասում է, ուրեմն երկու ավազակներ սպանում են մի մարդուն, որպեսզի թալանեն իրեն, եւ այսպես սպանում են, եւ հետո երբ որ սկսում են քրքրել նրա գրպանները, շորերի, այնտեղից մի հատ ինչ-որ տոպրակով միս են գտնում, եւ այդ ուրեմն ավազակներից մեկը վերցնում է ուտում է, այդ այն մյուսը ասում է, չեմ մի կեր, ասում է, ինչի համար, ասում է, որտեղ մեծ պակ է։ Այսինքն մարդ սպանելը մեղք չի, բայց այդքան մենք կարևոր անկարևորից տարբերում ենք, չենք տարբերում ավելի ճիշտ, չենք տարբերում։ Որովհետև եթե մենք կարևորը չկարողանանք, պատկերացրեք մի թատրոն է գնացել, որտեղ լիքը դեկորացիաներ կան, բայց ոչ մի բան չկա։ Հասկանում եք, պետք է լինի խոսք, պետք է լինի Տիրոջ խոսք առավել ևս, որպեսզի իմաստավորվի։ Մենք Աստծո խոսքը պատժում ենք գեղեցիկ, այսպես իրերով, սովորություններով, բայց կարևորը Աստծո խոսքն է։ Ուրեմն ոչինչ, որ ես մի քանի օր առաջ մեր հավատացյալների հետ կարծեմ չորեքշաբթի օրը այդ թեմայով ոչինչ մի կտոր ինչ-որ մի բան կուտի եւ մանավանդ երբ որ հիվանդ է լինում։ Որովհետեւ մենք շատ կենտրոնանալով մոռանում ենք մեր կատարած մեղքերը, ուրեմն վերհիշելու Աստծուց մեր աղոթքով, մեր զղջմամբ թողություն ստանալու ակնկալիքով։ Եվ նպատակը ո՞րն է։ Նպատակը, որպեսզի երբ որ այս 40-օրյա շրջանը 40 եւ ավելի օր ես այս բան պիտի միացնեմ նաեւ ավակ շաբաթը մոտ 49 օրեր մենք ունենք մաքրվելու, սրբվելու, մեր հոգիները մաքրելու։ Ոչ թե միմյանց դուր գալու, միմյանց մեր ասածները հիմա հազար տեսակի ուղղություններ կան հավատքի, որոնք որ գործում են մեր ընդունելու։ Գիտեք, քրիստոնեությունը յուրաքանչյուր հայի մեծագույն հպարտությունն է եղել հազարամյակներ հայը հպարտացել է, որ քրիստոնյա է։ Շատ-շատերը մտածում են, որ դա իրենց է, ոչ, այդպես չէ։ Բազում երկրներ քրիստոնեական վարդապետությամբ են առաջնորդվում եւ նրանց հավատքն է։ Եվ ինչ-որ մեկը, երբ որ մի մտքի մեջ ինչ-որ բան է բուստում եւ սկսում է մեկ գալիս են ասում են Տեր Հայր, ես մարգարե եմ եւ ես ասա եմ մտածել, երբեմն գրի են առնում, այո, կարող են լինել մարգարեներ։ Այնպես ինչպես ամբողջ պատմության ընթացքում քրիստոնեական մարդիկ կան, որոնց կտրվի բժշկելու շնորհ, կլինի գալիքը իմանալու շնորհ։ Բայց մենք պետք է Աստված մեզ միտքը զորացնի, որպեսզի մենք կարողանանք, սուտ մարգարեներին իրավամբ մարգարեներից տարբերել։ Մարդիկ, որոնք որ քրիստոնեությունը կարող են իրենց համար տարբեր միջոցներ ստեղծել կամ այսինքն իրենց օգտակար լինելու համար, դա պետք է լինի Աստծո խոսքը։ Եվ լսվում է սիրելի հավատացյալներ։ Ես մի քիչ վախենալով եմ խոսում, անդադ ջուրը դրել եմ միջև ամբողջությամբ կառողջանամ, անդադ վախում եմ, որ կարող է ասելիքս կիսատ մնալ։ Ես ուզում եմ այս կերպ ընկալենք մենք այսօրվա օրը, որը որ մենք ապրում ենք, արտաքսման կիրակին, ապրենք այդպես, որ Ադամ եւ Եվան մեղք են գործել եւ այդ մեղքը նաեւ հպարտություններ չէ, մենք որ մի քիչ ավելի երկար քննենք, կտեսնենք, որ նաեւ մարդը երբ որ մի քիչ գիտակցություն է հավաքում կամ Աստծո տված հնարավորությունից օգտվում է, երբեմն շփոթվում է, նույնիսկ իրեն Աստծո հետ է համեմատում։ Չէ, ինչպես Ադամն էր, չէ։ Այսինքն Աստված տվել է մեզ, որպես եւ երջանիկ ապրելու ամեն ինչ տրվել է մեզ, բայց մենք ինքներս ուզում ենք
Աստված երևալ, չի այդպես չի լինում։ Ուրեմն այս ամենից առաջ այսօր, երբ որ մենք արտասվում ենք դրախտից, մենք պետք է կարողանանք ամենից առաջ հագնել մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին, Աստծուն։ Մենք որ աղոթում ենք ամեն օր, ասում ենք Հայր մեր, որ երկնքում ես, սա պատահական խոսքեր չեն, սիրելի հավատացյալներ։ Երբ որ ես մեկին իմ տան մեջ Հայր եմ կոչում, իմ ամենասիրելի երկրային կյանքի մեջ եմ ասում, անձերն են, հայրը, մայրը, եկեղեցին, երբ որ դա ինքն մի հատ մեծ սեր է լցվում այդ տարողության մեջ, այնպես էլ ոչ թե իմ հայր մեր ասելը, որ ասում եմ Հայր մեր, որ երկնքում ես, այն ժամանակ կատարյալ պիտի լինի իմ հավատքը, որ ես Տիրոջը լիարժեքորեն ընդունում եմ որպես ինձ Հայր, երկնավոր Հայր, որ ինձ պետք է ուսուցանի, ինձ պիտի նաև այն ճամփորդությունը, որ մենք սկսել ենք մեծի պահոցաշրջանում, առաջնորդի, որպեսզի մենք կարողանանք բարձրանալ երկնային արքայությանը, արժանի լինենք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հարությանը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն, Աստված թող օրհնի բոլորիդ եւ իմ աղոթքն է նաեւ սիրելի հավատացյալներ, որ երբեմն այսպես միասնաբար մենք աղոթենք մեր երկնավոր Հորը, որ Տերը մեր աղոթքների մեջ կա, մենք ծածուկ աղոթքների մեջ ամեն անգամ, երբ որ պատարագիչը պատարագ է մատուցում, այնտեղ կան աղոթքներ, որոնք որ վերաբերվում են բոլոր գերի ինկածներին, բոլոր գերի ինկածներին եւ նաեւ մենք աղոթք ենք վերառակում առ Աստված բոլոր հիվանդների համար եւ նաեւ աղոթք ենք վերառակում առ Աստված մեր բոլոր ննջեցյալների հոգու խաղաղության համար։ Ուրեմն եկեք այսօր միասին մենք մեր աղոթքը վերառակենք առ Աստված, որ Տերը Տիրոջ օրհնությամբ կարողանան մեր գերիները վերադառնալ, իրենց ընտանիքները մենք աղոթ վերառակենք առ Աստված, որ Տերը առողջություն պարգևի մեր հայրենիքի պաշտպանության այս սրբազան գործին, ուրեմն պայքարի մեջ վիրավորված մեր բոլոր եղբայրներին, քույրերին եւ նաեւ մենք աղոթենք մեր եւ բոլորից առաջ աղոթենք մեր բոլոր այն զավակների համար, որոնք ամենաթանկը իրենց երկրային կյանքը նվիրաբերեցին մեր հայրենիքի, մեր եկեղեցու, մեր ընտանիքների, մեր տան, մեր հայրենի տան, մեր Հայաստանի պահպանության համար։ Աստված թող օգնական զորավիք լինի ձեզ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Որ օրնես զայնոսիկ ուիկ օրնեն ես քեստե ես սուր բարնես